Պարոն Շարմազանով այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի գործով դատական նիստներ, հերթական անգամ փորձում են երրորդ նախագահին ըստ էության քաղաքական հետապնդման ենթարկել, ձեր կարծիք այս ամենի վերաբերյալ, ինչու գործը այսպես բացվեց կամ վերաբացվեց։ Ես համակարծիք եմ պարոն նախագահի եւ իմ գործընկերների կարծիքի հետ, սա իրավական աշխարհարության, քաղաքական ճնշման եւ բնականաբար մարդկային ողբերգության ու դրա մասին հետագայում ավելի շատ կիմանալ, երբ որ դատական գործերը գնան, դրսևորում է։ Իրավական առումով սա ջուր գործ է եւ հերթական քաղաքական հետապնդումն է, ինչքան Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի նկատմամբ բացասական դրամատուրգությունները ավելանում են, այնքան Նիկոլ Փաշինյանը փորձում է նոր ճնշումներ գործադրել քաղաքական հակառակորդների ուղղությամբ եւ դրանց մեջ մտնում նաեւ հանրապետական կուսակցությունը եւ նրա ղեկավարը։ Պատահական չի, դա մեկ ամբողջություն է, նույն Արմեն Աշոտյանի վրա քրեական գործերի հարուցումը, Տարոն Մարգարյանի, Վարան Բաղդասարյանի, գրեթե հանրապետական չի եղել այս տարիների ընթացքում, որոնց վրա քրեական գործեր չեն հարուցել։ Պարոն Շարմազանov, ձեր թույլտվությամբ մի փոքր անդրադառնանք նաև Ալիևի հայտարարություններին կապված նրա հետ, որ նա պահանջում է այսպես քայլեր ձեռնարկել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ադրբեջանցիները վերաբնակեցվեն Հայաստանի Հանրապետությունում եւ ասել է, որ վաղ թե ուշ Հայաստանը պետք է համաձայնի իրենց կողմից առաջ քաշված պայմաններին։ Ալիևը ինչ տեսել է, դա էլ ասում է, ինչ ասել է այս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը համաձայնել է, դրա համար էլ իր պահանջները ավելացնում է։ Նիկոլ Փաշինյանն է Ալիևի բերանը լեզու դրել, մեկ անգամ չէ որ ասել են, եւ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում պարտության կապիտուլյացիայի եւ Հայաստանի ադրբեջանացման սիմվոլի է վերածվել։ Ալիևն էլ տեսնում է։ Ուզում են այնքան տալիս են, իսկ քանի որ Ալիևը ինչ ասել է, Նիկոլը տալիս է մինչ օրս, էլի պետք է ուզի։ Եվ օրերս Թերևս Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ միայն տալ իր աթոռը Ալիևին, բայց համաձայնն է, որպեսզի այդ աթոռի պահապանը լինի Ալիևը, իմ տպավորությամբ։ Տեսնում ենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Facebook-յան գրառումներ է անում եւ վիրավորական արտահայտություն։ Ես չունեմ իմ քաղաքական գործունեության մեջ որևէ դրվագ, երբ որ անդրադառնում եմ ընտանիքի անդամների, մասնավորապես տիկնած, ես չեմ մեկնաբանում, մի բան կարող եմ ասել, որ ես ինքս ունեմ կարմիր գծեր եւ երբ որ նույնիսկ ապրիլ 24-ին անցյալ տարի թիրախավորվեց Աննա Հակոբյանը եւ նրա բալիկը, ես դա խիստ քննադատել եմ, որովհետեւ գտնում եմ, ինքս իմ ընտանիքն է, իմ երեխաներն են եղել 18 թվականին թիրախի կենտրոնում եւ ես գտնում եմ, որ այնիշ չի կարելի իմ ընտանիքի նկատմամբ, չի կարելի նաեւ դիմացինի ընտանիքի նկատմամբ եւ ես կոչ եմ անում ընտանիքին չթիրախավորել։ Իսկ ձեր ասած տիկնոջը չեմ մեկնաբանում, ընտանիք էլ չեմ մտնում։ Նիկոլ Փաշինյանն այնքան արած բան ունի, քաղաքական առումով այնքան աբսուրդային գործողություններ է իրականացրել իր թիմի հետ միասին, որ կարիք չկա էլի մի հատ էլ դրան անդրադառնալ։ Նիկոլ Փաշինյանը ասել է Արցախը Հայաստանն է եւ վերջ, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Նիկոլ Փաշինյանը անկախության հռչակագրին է դեմ դուրս եկել, Արարատի սիմվոլին է դեմ դուրս եկել, հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին է դեմ դուրս եկել, եկեղեցու վեհապարին, մեր ազգի վեհապարին նրա օրոք թույլ չեն տվել բարձրանա Սարդարապատ, տրանսգենդերության քարոզ է արվել, որ մեկն ասեն, որ մեկը թողամ, ասիկը հիմա ես բանագործս պետք է թողնեմ ընկնեմ դրա մեջ, ոչ թե միայն Նիկոլ Փաշինյանի տիկնոջը, այլ նաև առհասարակ որևէ մեկի ընտանիքին, իր երեխաներին, ընտանիքի անդամների ես չեմ մեկնաբանում։ Նիկոլ Փաշինյանն է իմ քաղաքական հակառակորդը, ես Նիկոլ Փաշինյանին քննադատել եմ եւ պայքարել եմ նույնիսկ նրա դեմ, երբ որ քաղաքական գործիչներից Արմեն Աշոտյանն էր պայքարում, ես մեկ էլ մի քանի հոգի։ Եվ պարոն Շարմազանով, այս փոխհրաձգությունը, ընդդիմության դաշտում երբ է ավարտվելու։ Երբ որ փոխհրաձգության շահառուները, հովանավորները կամ պատվիրատուները դադարեն պատվերներ իջեցնել հանրապետականի վրա։ Մեզնից չի սկսվել։ Ես ուշադիր լսել եմ հարգելի պարոն երկրորդ նախագահի ասուլիսը, պետք է տեղեկացնեմ, որ առնվազն ինձ համար տարակուսելի է, երբ որ նրանք խոսում են, որ իր ասուլիսից հետո հանրապետականները խոսեցին, հանրապետական որևէ ներկայացուցիչ, այդ թվում նաև ղեկավար կազմի անդամ, այդ թվում նաև ես, Ռոբերտ Քոչարյանի եկած սպասված այդ տարիների լռությունից հետո ասուլիսին նույնիսկ որևէ բառ չենք ասել։ Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանին,
Սայրեսով տալ չէ։ Երկրորդ նախագահային, երբ որ Շարմազանը վստահարում էր եւ հանրապետականները, դատանի դալիճում թերևս միայն Իսագուլյան, Գառնիկի, Մկրտչյան Դավիթն էին իմ հետ։ Շնորհակալ եմ, պարոն Շարմազանով։ Լավն ու բարի մեր երկրին ստեսին։ Շնորհակալություն։